Հայաստան աշխարհը մոգական է, երբեմն առաջին անգամ հայտնվելով այստեղ շատ օտարերկրացիներ ասում են, որ չեն ուզում հեռանալ։ Իսկ Սանտոշ Կումարին սիրում էր հայամուսնու հայրենիքն այն դեռ չտեսած։ Հայաստանի պատմությունն էր ուսումնասիրում եւ երազում օր առաջ Հայաստան գալու մասին։ Հայաստանը ոչ միայն ամուսնու հայրենիքն էր, որտեղ երեխաներ ունեցավ, այլ այն վայրը, որտեղ վերագտավ իր տունը եւ որտեղից երբեք հեռանալ չցանկացավ։ Ես ասուց շնորհակալ եմ, որ այսօր Հայաստանում եմ ու ինչ-որ միջոց գտնվեց, որ ինձ բերել են Հայաստան։ Ես դեռ Լենինգրադում գտնվելուց ես պապ թագավոր, հայոց ամրոց, հայ ժողով պատմություն լրիվ ուսումնասիրել էի, որ ճանաչեի, երբ որ ես հասկացա, որ այս ազգը ոչ մեկի վրա չի արձակվել, միշտ պաշտպանվողի դերում եմ եղել, ես ասացի, այս ազգը իմն է, ինքը Հնդկաստանի նման երբեք չի արձակվում, միշտ պաշտպանվում։ Սանտոշ Կումարի Արորա ծնվել է Հնդկաստանի մայրաքաղաքում Դելիում 1955 թվականին։ 20 տարեկանում տեղափոխվեց Լենինգրադ Ժդանովի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետում ուսանելու։ Նույն բուհում նաև ասպիրանտուրան ավարտեց։ Լենինգրադում նաև ապագա հայ ամուսնուն հանդիպեց։ Ամուսնացան Լենինգրադում, բայց ապրեցին Հայաստանում։ Հայ հետ ծանոթանալուց հետո ես ուսումնասիրեցի։ Ես դրա համար շատ շնորհակալ եմ իմ ամուսնուց էլ, իր բարեկամներից էլ, եւ ամբողջ հայ ժողովրդից էլ, իրանց հարևաններից էլ, որոնք ինձ հայրեն սովորեցրեցին, որոնք ինձ կյանք ցույց տվեցին, ոնց կարելի է հյուրին ընդունել, ջերմ տակասնել եւ լավ տեղաշորի մեջ քնասնել, դա ամենը բոլորին չի տրված, դա երջանկություն է։ Ժողովուրդ, դուք ապրում եք դրախտում ու գնահատեք, խնդրում եմ դա, որովհետեւ տենց ազգը ինձ թվում է երկրագնդի վրա երկրորդ չկա։ Տիկին Սանտոշ 1987 թվականից ձեր կյանքը կապեցիք Հայաստանի հետ, քանի որ ձեր ամուսինն էր հայ, տեղափոխվեցիք այստեղ, հիմա էլ ձեր նախկին տան մոտ ենք, կպատմեք ձեր պատմությունը։ 87 թվականին երկու աղջիկների հետ, որ Լենինգրադում էին ծնվել, եկանք Հայաստան բնակչություն հաստատելու եւ սկզբից ապրեցինք Ավանարինջում, հետո այստեղ տուն կար, տուն արանք, որ նորից խանդեցինք և նորից կառուցեցինք, այո, այս տուններ, տան ստեղ կա մի հատ ամարային ներսում աչի վրա, ամարային խոհանոց, դրա տակ մեծ բասեն կա, քանի որ լսել ենք, որ ջրվեժում ջրի պակաս ալինում, որոշել ենք գոնե այտենց ջուր անենք, որ մի շաբաթ այս բնակիչներին ջրով ապավենք, որ նեղություն չկրեն։ Հետո տեսա, որ նեղության մեջ են բոլոր, մեծ մասամբ ախրկելակից են ստեղ ու դժվար են փող վաստակում, ալուր պարկերով առնում էի, բաժանում էի, ամեն ինչ որ առնում էի, շատ էի առնում, բաժանում, նույնիսկ նուշի բանը, մեծ պարկերով առնում էի, սա հարևաններին, դենց հավասար, որոտ է, նույնիսկ որ Հնդկաստան են գնում, երեխաներս տեսել են, որ ոնց եմ ես, մենք մեծ ամաներով այդ սուրտ ու մութ տարիներին, 90-ականների մեծ ամաներով բան էինք բերում քաղցրավենիքներ, իմ Ռաջնի երկրորդ աղջիկը իր փեշի մեջ լցնում էր ու տնից վազում էր։ Ու տենց ոնց երեխաներ տեսնում են մեծերը ոնց են ապրում, տենց էլ մինչ այսօր էլ տենց են երեխեքը։ Ձյանան եմ, շատ ուրախ եմ, գտիկին քնքուշն եք, հա։ Եդել քնքուշն է։ Որ հիշում եմ դարբազ բացեցի, քնքուշ ընդեքս նայց, եկեք, Սանտոշնա դուրս է։
Մոդիկ էի, բոլորի համար մոդիկ էր, բայ։ Ես էլ ուրախացա վերջապես բանը արի տնտիրներս ձեզ հետ հանդիպեմ էլի։ Սաղի հետ մոդիկ էր, մի Հիմա հասկացաք ես ինչի եմ Հայաստան կարոտում։ Իմ հայ ժողովրդի համար, իմ Հայաստանի համար, որ հասկականից։ Կարոտում եք։ Մի օր երան տեսավ ինձ բան, ով տեսավ շուկայում, փաթաթվեց լաց եղավ, ասում չի ես չեմ լաց լինում, դուք ինչ եք լաց։ Քանի երեխա ունեք։ 5 երեխա ունեմ։ Եվ եթե չեմ սխալվում, 4 երեխայի անունը հայկական են։ Դուք եք այդպես ցանկացել, թե ձեր ամուսինը։ Ոչ, ինձ համար կարևոր չի անուն ով է դնում, կարևորն է երեխան երջանիկ եւ առողջ լինի։ Ամուսինս իրենց բարեկամներ, հետո երեխեք մեծացան իրար մեջ դրսի, օրինակի համար Դավիթի անուն Անահիտնա դրել, տենց։ Իսկ մյուս երեխայինը հնդկական անուն է։ Հնդկական քուրս մահացել էր, ամուսինս շատ էր սիրել այդ քրոջ, ասեց, եթե աղջիկ ունենամ, անուն կտեն։ Ինչ անուն է։ Ռաջնի։ Ինչ է նշանակում։ Թագուի։ Թագուհի։ Ինչով են զբաղվում ձեր զավակները։ Աղջիկս թանգարանագետ է, մեծը, երկրորդ հոգեբան է եւ Հայկը բան է, կիբերնետ է եւ Անահիտը պատմաբան եւ Դավիթը ծրագրավորող։ 1997 թվականից Սանտոշ Կումարին Երևանի պետական համալսարանում հինդի, սանսկրիտ, հնդկական գրականություն է դասավանդել։ Հայաստանի հնդիկ ուսանողներին էլ ռուսերեն է սովորեցրել։ 2017-ից աշխատանքի է անցել Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում որպես հնդկերենի դասախոս։ Տիկին Սանտոշ արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի տարբեր բուհերում հինդի եք դասավանդում։ Արդյոք ձեր ուսանողների մեջ կան ձեր գործը շարունակողներ։ Այո, կան։ Սիրում են հնդկերեն եւ մարդկա դառնա մշակույթ։ Մի հատ էլ ուսանող ունենք, որ այսօր ասպիրանտ է, նաեւ կոլեգա է։ Ինքը Հնդկաստանի գրականություն է դասավանդում մեր մոտ։ Մենք կադրեր բաց չենք թողնում, եթե լավ սովորող են, պետք է մերը լինեն։ Այսինքն ավարտողներ կան, որոնք այլևս դասավանդում են։ Այո, այս հիմա Սերգեյն էլ է դասավանդելու։ Սերգեյն արդեն լեզվի գծով կգնա։ Էտիհասիկ ես չեմ գրել, ես մահան եմ գրել, էտիհասիկ դուք եք ասում։ Շատ մի հատ կուճուր աննշան չնչին բան պետք է ավելացնի։ Մեկն է։ Մեկն է։ Եկ մահանդեշ է, որտեղ ուրիշ մահանդեշեր կան, չէ, շատ կան, ստո ռուս մահանդեշ չի, Հայաստան, ես Հայաստանին եմ մահանդեշ ամարվում, որտեղ հին երկիր է և շատ մեծ երկիր է եղել, և շատ իր հին բաներով, ասենք, հին տրադիցիաներով, ադատներով, որ մինչ այսօր կան և շատ ուսուցողական են։ Տիկին Սանտոշ, հնդկերենն ու հայերենը նույն լեզվաընտանիքին են պատկանում, արդյոք հայերը հեշտ են սովորում հնդկերեն և հնդիկները հայերեն, ինչ եք կարծում։ Այսօր դուք փողոցներում շատ հնդիկներին կտեսնեք։ Ես նույնիսկ մի օր բանջարեղեն առնելուց շատ զարմացա, ինձ թվաց, թե հայ է այդ տղեն, բայց պարզվեց, որ ինքը հնդիկ է, տես ինչ հեշտ ու շատ հանգիստ սովորում են, շատ լավ սովորել էր ու շատ լավ խոսում էր, նույնիսկ ես չկարողացա տարբերություն զգայի դրա մասին։ Ուզում եմ ասեմ, որ նույնպես էլ իսկ հայերից պետք է հարցնեք, իրանք ոնց են սովորում, հեշտ են սովորում, թե չեն սովորում, ոնց եք սովորում երեքեք ջան, հեշտ եք սովորում, հեշտ եմ, որտեղ շատ բառեր նման են, հետո գիտեք հոգին է նման, լեզուների հոգին է նման կարելի ասել, որ
այնտեղ էլ սրտից ամեն ինչ խոսքը դուրս գալիս, այստեղ էլ բոլոր սրտանցելն ես գնացել էի շատ եվրոպական երկիրներ, բայց անընդհատ իմ երեխաներին ասում եմ ինձ ինչ որ բան չի շատ լավ են պահել, շատ ամեն շատ լավ էր, բայց ինձ չի հերիքում ինչ որ բան հայկական ոգին չէր հերիքում, դες այն որ ինձ որ Հնդկաստանին ավելի շատ նման էր, ես եկա ու շատ երջանիկ եմ, Մասա я очень счастлива. Ձեր դասագրքով են սովորում։ Երբեմն այո, երբեմն ճիշտն ասած իրանք պետք է բան անենք, ես երբեք գիրքը չեմ վերցրել ձեռքը, որ դասավանդեմ, իմ մեջ ինչ մարցել եմ, դա եմ արտաբերում, ճիշտ եմ ասում երեխեք։ Ու դա գրվել է ուղղակի դրա համար, որ մինչ այսօր չկար, դա առաջին գիրքն է, որ հայերեն լեզվով հայրենով հնդկերեն սովորելու միջոց է դա։ Դա հեշտացնելու է բոլոր այն մարդկանց գործ, ովքեր ուզում են ժամանակ չունեն, բայց ուզում են հնդկերեն սովորեն։ Մի մաս դեղից կսովորեն, մի մաս եթե պետք է լինի, ես կօգնեմ։ Հիմա այսօրվա դրությամբ Անուշնա, Սերգեյնա, լրի պատրաստ են, կարող են դասավանդել։ Հետաքրքրությունս կապված է վեդաների հետ, ես շատ է հետաքրքրվում հնդկական փիլիսոփայությունով ու վեդաներով եւ ընդհանուր հնդկական մշակույթն եմ շատ սիրում։ Դոկտոր Սանտոշ Արորա Կումարին մեզ համար ոչ միայն դասախոս է, այլ նաեւ կյանքի ուսուցիչ։ Իր տված խրատները շատ է օգնել, կոնկրետ ինձ շատ է օգնել եւ ես կարող եմ ինձ համարել այն երջանիկներից մեկը, որ իր ուսանողն եմ։ Տիկին Սանտոշը ինձ շատ օգնեց, որպեսզի ես սովորեմ, հասկանամ հնդկերեն լեզուն, որովհետև հայ-հնդկական պատմությունը, մշակույթը, ավանդույթները շատ նման են իրար։ Դրա համար էլ սկսեցի սովորել, ուսումնասիրել ու շատ նմանություններ տեսա, որ մեր երկու երկրները շատ նման են, թե ավանդույթներով, թե պատմությունով։ Դրան ես համարել եմ իմ երկրորդ մայր, շատ խորհուրդներ ա տվել, թե կյանքի, թե անձնականի ամեն հարցով միշտ իմ կողքին է եղել։ Առաջին կուրսից եմ սովորում, 4 տարի ուսումնասիրել եմ հինդի եւ հիմա էլ երբ լինում է, երբ ժամանակս ներում է, մաքսիմալ փորձում եմ հինդին ժամանակ տրամադրեմ, ու այդ ընթացքում նաեւ հնարավորություն եմ ունեցել սովորելու Կենդրիա հինդի Սնստանում, այսինքն հինդի կենտրոնական ինստիտուտում, որը գտնվում է Ագրա քաղաքում։ Մենք այս տարի տոնելու ենք Տիկին Սանտոշի 70-ամյակը եւ նույնիսկ այս տարիքում Տիկին Սանտոշի էներգետիկան լսարանում փոխվում է ամեն ինչ։ Այն էներգետիկան, այն ազդեցությունը, որ Տիկին Սանտոշը ունենում է լսարանի վրա, դա երևի թե խոսքերով հնարավոր չի փոխանցել ու Տիկին Սանտոշի խորհուրդների, Տիկին Սանտոշի մեր բոլորի կյանքի վրա ունեցած ազդեցության մասին երևի թե կարելի է գրքեր գրել եւ մի գիրքը ամենևին էլ չի բավականեցնի։ Մարիա Ժիլևան շուտվանից սովորում է հնդկական երկեր եւ երկում է Հնդկաստանում նաեւ։ Սա առաջին երկն էր, որ ես սովորեցի հինդիով։ Խոսքերը շատ հետաքրքիր են։ Մեղրի անտառը բույր է արձակում, օվկիանոսը քամի է բերում։ Կյանքը հենց այն է, որտեղ կա նվիրում։ Եթե նույնիսկ չես կարող արև դառնալ, դարձիր լույսի մասնիկ եւ լույս արձակիր։ Ծաղիկներն իրենց գեղեցկությունն են նվիրում եւ իրենց բույրը, իսկ իրական սիրտը միշտ սեր է նվիրում։ Дорогая Сантош, сегодня эта песня Թանկագին Սանտոշ, այսօր այս երգը ձեզ է նվիրվում։ आशकों को दामन देता है मधुबन खुशबू देता है सागर सावन देता है जीना उसका जीना है जोरों को जीवन देता है मधुबन खुशबू देता है। Ես 30 տարի յոգայով եմ զբաղվում, նաև դասավանդում եմ յոգա, պարբերաբար Հնդկաստանում եմ լինում, բնական է, որ ես հետաքրքրված եմ հինդիով։ Սանտոշը հեշտ կյանք չի ունեցել, հարուստ կյանքի փորձ ունի,
Միշտ ձգտում է օգնել բոլորին։ Ես շատ եմ ուզում, որ նա երջանիկ լինի եւ նրա կյանքում ամեն ինչ լավ լինի։ Իրականում նա շատ տաղանդներ ունի, բայց դրանցից գլխավորն այն է, որ նա մի քանի լեզու գիտի։ Ես օրինակ այդպիսի տաղանդ չունեմ եւ միշտ հիանում եմ նրա տարբեր լեզուներով խոսելու ունակությամբ։ Նա շատ լավ ռուսերեն գիտի։ Երբ մենք շփվում ենք, ես չեմ նկատում, որ նա օտարազգի է։ Ինձ մոտ այն տպավորությունն է, որ նա խոսում է ռուսերեն այնպես, ինչպես ես եմ խոսում։ Նա Պետերբուրգում է սովորել, ինչպես որ ես։ Մեր ճակատագրերն էլ կարծես որոշ նմանություններ ունեն։ Каким-то образом связаны. Բացի դասավանդելուց Սանտոշ Կումարին հնդկական մշակույթը Հայաստանում ներկայացնելու համար պարբերաբար տարբեր միջոցառումներ է կազմակերպել։ Մենք այստեղ անում ենք հնդկական օրերը, սարքում ենք, որ ինքը բոլոր ընկերուներին հրավիրում եմ, բոլորին սարի հացնում ենք, հնդկական ճաշեր, հնդկական երաժշտություն։ Որոնց ընթացքում իր հայ բարեկամներին նաև իր ձեռքով պատրաստած հնդկական ճաշն է հյուրասիրել։ Հայերին հնդկական մշակույթին նաև այդպես է հաղորդակից դարձրել։ Սանտոշ, կարոտել էի քո հնդկական հոտերին, դե իհարկե քեզ ամենաշատն էի կարոտել, գարնանային տրամադրություն բերեց Սանտոշը, վայ, նենց էի կարոտել, ինչքան ժամանակ էր, ինքը Հնդկաստանում էր, ճամփորդում էր, շատ կարոտում էի ծամփորդում։ Սանտոշ, բայց ես գցել էի արդեն, չէ, զիրա։ Այդենց աղացած։ Աղացած չէ, հատիկով էի գցել, բոված է։ Որ բովում ես, աղում ես, չէ, անպարամատ ուրիշ է և մարսողականի համար շատ լավ է։ Տիկին Սանտոշ, հնդկական ուտեստները պատրաստ են, խնդրում եմ ներկայացրեք ձեր ընկերներին։ Արմեն իմ եղբայրն է, հոգևոր եղբայր, նույնիսկ երկար տարիներ մենք գնալ գալ ունենք ու ես, գիտեք, քանի իմ արյան եղբայրները ստեկ չեն, ես իրանցով եմ իմ հարազատների կարոտ արնում էլի, դրա համար ինձ համար, ասենք, այս պահին, այստեղ ինձ համար իմ հարազատներից էլ են մոտիկ հարազատ, որովհետև իմ ձերքի տակ են, Աստված ջանի մի բան լինի, իրանք կանգնած են մեջքիս, ես մեջք ունեմ կարելի ասել, եղբոր տեսքով էլ։ Իսկ ինչպես եք ծանոթացել։ Ճիշտ ասած, մենք ունենք ընկերներ, ովքեր որ յոգայով են զբաղվում, ու մի օր մեզ առաջարկեցին, որ Տիկին Սանտոշի տուն գնանք ու այնտեղ պետք է ճաշ սարքեր Տիկին Սանտոշը, ոնց որ այսօր։ Այդպես ծանոթացանք ու հենց առաջի օրվանից դարձանք հարազատներ։ Սանտոշի հետ նույնիսկ չգիտեմ ոնց ստացվեց, որ դրանից հետո անընդհատ գնալ գալ հարազատի պես։ Սա բան է, լոբի է, բայց դրան հնդկերենով ռաջմա ենք ասում։ Դա պուլավ է, հնդկական պուլավ բանջարեղենով։ Եվ սա լոբի է, չալպուտուրիկ լոբի վրեն պուտիկ-պուտիկներ ալենում։ Հնդկական համեմունքներով սարկած է, էլի նանոյի մասնակցությամբ, որտեղ ինքը ամեն ինչ սարկել էր, վերջի շտրիխներ, ոնց որ կարելի ասել, ես եմ արել։ Եվ առաջին անգամ չէ, իրանք միշտ կերել են իմ ձերքի ճաշեր, սա ռայտա է կոչում, սա չටնի է կոչում, շատ կծու է, բավական է, սա ռայտա է, մածուն և ձեր դուք էլ ունեք տենց ռուսներն էլ ունեն ակրոշկա է կոչում, նման բանան, բայց վրին կա զիրա, որ ավելի դուրը մարսա դարսնում և ինձ թվում է, որ դուր կգա բոլորին, ես աշխատել եմ շատ կծուճան եմ, որ դուրը գա։ Հաճախ եք այսպես հավաքվում։ Մենք հավաքվում ենք, թե մեր տուն, թե իրանց տուն։ Իսկ քանի տարվա ընկերություն է արդեն ձևավորված։
երևի մի 20 տարվա ընկերություն, Թոշինը դե շատ սիրեցի, այսքան պարզ, այսքան մաքուր, այսքան ջինջ մարդ, ես չգիտեմ։ Գիտեք, որ իր այդ ես շփվում եմ այդ ամբողջ օրս, իսկապես հագեցած է ու շատ եմ սիրում իրան, որովհետև ինքը բարության մարմնացում, իր մոտ չես կարող որևէ մեկից բամբասես, բադ խոսես, Սանթոշից մոտ, բայց շատ եմ սիրում, տալություն է անում ինձ, բայց ես չեմ նեղվում դրանից, ես շատ եմ սիրում իրան, որովհետև ինքը մաքրամաքուր մարդ է ու իրանից շատ բան կարելի է սովորել, եւ մայրություն, եւ կիսուրություն, եւ տատիկություն, եւ ամեն ինչ։ Հիացած էի իր խոսքով, իր վերաբերմունքով, իր ամեն ինչով, իր ասածները անընդհատ դու հիշում ես ու ասում ես ինչքան ճիշտ մարդ է, ինչքան ճիշտ է ապրում ու դա իմ վրա շատ մեծ դրական ազդեցություն է թողել։ Տիկին Սանթոշ, այսօր առավոտյան խոսում էինք այն մասին, որ մեծ տեղ ունի հյուրասիրությունը հնդկական մշակույթում, ինչպես նաև հայկական մշակույթում, ինչ նշանակություն ունի դա։ Շատ սիրուն խոսքը կա հայ ժողովրդի մեջ, որ քանի ում ես մի կտոր հաց տվել քո երեխայի դեմ եկավ, դա 100%-ով ճշմարտություն է, փորձեք մարդկանց սովածի փոր լսվի, ինքը ոչ մի բան չասի, բայց օրնություն գալիս է ձեզ։ Ու այո, հավաքեք այդ օրնություններ, այսօր յուրաքանչյուրիս շատ պետք են այդ օրնություններ, դա կարող է ինչ-որ մեկի կյանքը փրկեն, ու իմ կյանքում դա տեղի ունեցավ, դրա համար ես բոլորին կխնդրեմ, որ ոչ մեկի մասին վատը մտքով չանցնի, որտեղ մենք սերմ ենք ծանում, եւ մտքով, եւ խոսքով, եւ գործով, իսկ ուտելիք եպելից մենք պետք է շատ դրական խոսենք, ասուն շնորհակալ լինենք, որտեղ շատ ազգեր կան չունեն այսօր այդ ուտելիքներից, մենք ունենք, պետք է շնորհակալ լինենք ամեն պարագայում, հասկանում եք, եւ որ լավ սարքես, լավ հյուրասիրես, եւ հայ ժողովրդն հաց տվող ազգ, եւ հնդիկ ժողովրդն հաց տվող ազգ, ինձ թվում է դրա համար էլ ես ինձ ստեղ օտար չեմ զգում։ Հիմա կփորձենք մենք ձեզ հետ միասին Սանթոշի պատրաստած ճաշերից, մենք շատ սովոր ենք այս ճաշերին, կինս սովորել է ու անընդհատ մենք այս ճաշերից ուտում ենք։ Այնպես որ այս համու հոտը մեզ շատ հարազատ է, Միշտ էլ Հնդկաստան իմ սրտում է, ասում են, եթե քոնը չես սիրում, ուրիշին ունակ չես ընդունելու, դա իմ սրտում է, ես միշտ հիշում եմ, Հնդկաստան երբեք չի մոռացվել, հնդկական ճաշեր, այն որ փոքր ժամանակ մայրիկս տվել է, կերակրել է, դա միշտ ոնց որ ինչ-որ չափով կարոտ ես դրան, բայց արի ուտես որ 10 օրից ավել հիմա Հնդկաստանի մեջ եմ կարում ապրել, դա ես գտել եմ այդ բայց երեխաներիս ասել եմ, որ հանգարց ես դուրս գամ մարմին թողնեմ, ինձ պետք է այրեք ու արկեք երկու ազգերի դաշտերը, թող դաշտերը Պարերտանից ստանան ու ես հողը չզբաղացնեմ ոչ Հայաստանում, ոչ Հնդկաստանում, որ ուրիշներին ոչ մի ձևով նեղություն չտամ։ Հայաստանն իր մի մասնիկն է ընկալել, հայ ազգին ծառայելն իր երջանկությունն է համարել։ Ես հայերին երջանիկ եմ ուզում տեսնել եւ պատրաստ եմ դրա համար ամեն ինչ անել։ Խոստովանում է Սանտոշ Կումարին եւ շարունակում իր ամենօրյա աշխատանքը հանուն հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության։